Ողջույն իմ սիրելի հետևորդներ եւ դիտորդներ, ձեզ հետ ծովինար ժամանակակից թվահոգեբանն է։ Նախ ինչպես եք, խնդրեք գրեք ինձ իմ YouTube-յան էջի մեկնաբանություններում, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հետևորդներին լայքերի, մեկնաբանությունների եւ ակտիվ լինելու իմ YouTube-յան էջում։ Այս ամենի համար, որը ինձ ավելի է ոգևորում, որպեսզի ես աշխատեմ, ինչպես երեկ ես ձեզ խոստացել էի, այսօր մենք կաշխատենք ձեր ենթագիտակցականի հետ կապված, ովքեր որ ծնվել են 29, 1, 11 եւ 2 թվանշանի եւ 20 թվանշանի ներքո։ Ինչու 29, որովհետեւ 29-ն էլ կապ ունի 2 թվանշանի հետ, երկուսին գումարում ենք 9, մենք ստանում ենք 11, մեկին գումարում ենք 1, անում է 2, լուսնի հովանության ներքո է անձը, ընդհանուր կբացատրեմ, կհասկանաք։ Ուրեմն, սկսենք նրանից, որ կապված այս, ովքեր ծնվել են 2, ուրեմն 11, 29 եւ 20 թվանշանի ներքո կներեք, սա լուսնի էներգիայի հետ մեծ կապ ունի եւ ինքնահետաքրքիր, որ կսկսեմ ես հենց 2 թվանշանի ենթագիտակցականի էներգիայից, որի տարրն է ջուրը, կառավարիչ մոլորակը լուսինը։ Ընդհանրապես ենթագիտակցական ծրագրավորումը ձեր հենց 2 թվանշանի ներքո ծնվածների համար 2 թիվը կարող է խորհրդանշել ձեզ մոտ, որ դուք պետք է լինեք ներդաշնակ մարդկանց հետ, այս թիվը այսպես պետք է օգտագործեք ձեր ենթագիտակցականով, հարմարվողական պետք է լինեք, ինտուիցիան ձեր զգացմունքների կապերը բավականին կարևոր պետք է լինեն, Ստեղ ձեր ենթագիտակցությունը կարող է աշխատել ընդունողական, ուրեմն կարող եմ ասել այսպես ավելի ճիշտ կլինի ռեժիմում, եւ ինքնահետաքրքիր է այստեղ, որ դա կարող է ձեզ դարձնել բավականին զգայուն էներգիաների նկատմամբ։ Ձեր թաքնված ծրագիրն այն է, որ այստեղ պետք է բնական հակվածություն զգալու մարդկանց մտքերը եւ տրամադրությունը, խորը կապվածություն ընտանեկան եւ անձնական հարաբերությունների նկատմամբ, հուսափողական կոնֆլիկտներից, հուսափողականություն, կոնֆլիկտներից եւ ներքին խաղաղությունը պահպանելու համար։ Ձեր հաջողության կոդը այն է, որ նախ այստեղ պետք է աշխատեք ձեր սեփական ինքնավստահության վրա, ձեր ինտուիցիան պետք է վերածեք գործնական ինչ-որ որոշումների, ստեղծեք ամուր կապեր վստահության հիման վրա։ Ովքեր ծնվել են 11 ամսվա կարճունի օրը, սա ենթագիտակցական էներգիան է, որը կառավարում է օդը, տարը դա է, ինքնահետաքրքիր, որ այստեղ 2 մեկեր կա, որ ստանում ենք 2, լուսինը եւ ուրանը կապ ունեն այստեղ։ Ձեր ենթագիտակցական ծրագրավորումը, ովքեր ծնվել են կապ չունի որ ամսի 11-ին, բավականին վարպետի թիվ է, որը կարող է բերել հզոր ձեզ մոտ, հոգևոր արթնացում, ինտուիցիայի խորացում եւ ինչ-որ ներշնչանքի ուժ, 11-ի ենթագիտակցությունը կարող է միացված լինել տիեզերական, գիտակցությունն ու բարձր էներգետիկ հոսքերին։ Ձեր թաքնված ծրագիրն այն է, որ պետք է բնական տաղանդ ունենաք դուք միջնորդ լինելու եւ հաղորդակցվելու երկնային ուժերի հետ, արագ ըմբռնեք ուժեմ եւ կապակցված հոգեվոր օրենքների հետ, ես սա ինչի համար եմ ասում, քիչ անց կասեմ, գերզգայունություն կարող է լինել ձեզ մոտ էներգետիկ դաշտերի նկատմամբ,
Իսկ եթե դա այդ էներգիան դուք չեք աշխատացնում, ուրեմն դուք կարմա եք աշխատում եւ հետո ձեր կյանքում կարող է քաոսային իրավիճակներ ստեղծվել։ Ձեր հաջողության կոդը, որ դուք պետք է հավատաք ձեր սեփական առաքելությանը, այստեղ ինտուիցիան շատ կարեւոր է, որովհետեւ դուք օգտագործեք ինչ որ բարդ իրավիճակները լուծելու համար։ Դուք պետք է զարգացնեք ձեր հոգեվոր ուժն ու ներշնչանքը ուրիշներին առաջնորդելու համար եւ ոչ թե զբաղվելով բամբասանքներով եւ այլն։ Կարծում եմ հասկացաք։ Դա եթե մարդ զբաղվում է բամբասանքներով, մենք դեպք ունենք, հա, այդպիսի մարդը բնական է, ոչ մի լավ բանի չի հասնի իր կյանքում։ Ովքեր ծնվել են 20 թվանշանի ներքո, ձեր ենթագիտակցական էներգիայի հետ կապված էլի ջուրն է, երկուսին գումարում ենք 0, 2 դա լուսինն է, մոլորակը ջրի տարը։ Ձեզ լուսինն է կառավարում, կարող է ձեր տրամադրությունը լավ լինել, մեկ վատ լինել, ենթագիտակցական ձեր ուժեն ծրագրավորումը, այսինքն 20 թվանշանը կրում է հենց ինքը երկու թվանշանի նուրբ էներգիան զուգորդված հոգևոր, հա, վերածննդի եւ կյանքի նոր փուլեր սկսելու ներուժով։ Թաքնված ծրագիրը ձեր այն է, եթե չեք բացել ձեր մեջ, որ պետքա լինի բնական զգայունություն եւ խաղաղություն ձեզ մոտ։ Հստակ ինտուիցիա, կյանքի նոր հնարավորություններ ճանաչելու համար, ներքին կանչ, հոգևոր զարգացման ձեր եւ օգնության համար։ Ձեր հաջողության կոդը, որ դուք պետք է լինեք հավասարակշռված, ներդաշնակ մարդկանց հետ զգացմունքային եւ պահպանեք զգացմունքները ձեր, հա, վերելքներից խուսափելու համար։ Այստեղ պետք է նաև գործեք, ուրեմն ներքին ձայնի ձեր վստահելով եւ ընդունեք կյանքի նոր հնարավորությունները առանց վախերի։ Ընդհանուր կոդը 2 11 20 25-ից քիչ անց կխոսեմ։ Այս երեք թվերը կապված են լուսնի մոլորակի հետ, ինչը նշանակում է, որ ձեր հաջողության կոդը հիմնված է ձեր ինտուիցիայի, զգայունության եւ հոգեվոր կապի վրա։ Ձեր ենթագիտակցությունը բավականին ուժեղ է, կապված տիեզերական եւ հոգեվոր ոլորտների հետ։ Այստեղ ձեր հաջողության համակցված կոդը ուժեղացնել ձեր ինտուիցիան եւ վստահել ձեր ներքին ձայնին, ստեղծել մարդկանց հետ ներդաշնակություն, սեփական ձեր զգացմունքները վերահսկելով, գործեք հստակ գործեք հստակ նպատակ ունենալով առանց վարանելու եւ հետևեք լուսնի փուլերին, մեծացնելով ձեր էներգետիկ ազդեցությունը։ Որպես խորհուրդ կարող եք օգտագործել լուսնի ծեսեր հետագայում, եթե ձեզ պետք է, հա, ձեր ինտուիցիան ակտիվացնելու համար։ Ամենայն դեպս այն ուժեղ է, եւ ակտիվից վերցնեմ սիրելի հետ։ Իսկ հիմա մի փոքր վերլուծենք, հա, 11 թվանշանը, որը 2-1 կա, մեկին գումարում ենք 1, ստանում ենք 2, այստեղ կապ ունի եւ արևը եւ լուսինը, մեկը դա արևն է, երկուսը դա լուսինն է, հա։ Այստեղ հաճախ կարող են ձեր կյանքում խոսքի օրինակ դրսևորեք ձեր երկությունը, հա, անորոշությունը եւ ներդաշնակության ձգտումը։ Ընդհանրապես ենթագիտակցական ծրագրավորման հետ կապված երկրությունը դա երկու հակադիր էներգիաների եւ յան, հա, ուրեմն օգտագործելն է, որպեսզի միավորվեն եւ այստեղ հակամարտություն չլինի ձեր ներսում։ Ընդունողականությունը, այսինքն ներգրավեք արտաքին ազդակները ձեր ինտուիցիայի ներքին զգացողություններին։
Հարմարվողականությունը, այսինքն հեշտությամբ հարմարվեք իրավիճակներին չկորցնելով ձեր սեփական ինքնությունը։ Ձեր կարմիկական ծրագիրն է անցյալ կյանքերի անհատի առաքելությունը, որը կարող էր կապված լինել ընտանիքի, համայնքի և միջնորդների դերի հետ։ Հիմնական դասը այստեղ սեփական սահմանների պահպանումն է հարմարվելու և ինքնությունը կորցնելու փոխարեն։ Իսկ եթե դուք կարմա եք աշխատում և չեք աշխատում այս թվերի հետ, սխալ եք աշխատում, դա հետագայում կմնա հետևանքը, կարծում եմ հասկանում եք։ Ձեր հաջողության կոդը ինքնավստահությունը չկորցնելով զգայունությունը, ասեցի, և խոհեմությունը, և վստահել ձեր ինտուիցիային գործնական ինչ-որ որոշումներ ընդունելուց։ Խուսափեք ձեր անհանգստությունից և չափազանց զգայուն լինելուց։ Իսկ 11 թվանշանի հետ կապված մարդիկ, այստեղ ես խորհուրդ կտամ ուզեմ, ինչ անեք, որովհետև այս թվանշանը նաև կարող է հարմարվել կամուրջ երկնային ինչ-որ, կամ երկնային ինչ-որ աշխարհների միջև, ձեր ենթագիտակցականի ծրագրավորումը դա հոգևոր սենսորիկան է, այսինքն 11-ին կկրում է հոգևոր գիտակցության գծեր, հաղորդակցություն տիեզերքի հետ, այստեղ ձեր հոգևոր առաքելությունը այն պետք է լինի, որ հաճախակի տեսիլքներ շատ մարդիկ կարող են տեսնել, ինտուիտիվ հաղորդակցություններ կարող են լինել երազների միջոցով ուղղորդում։ Ձեր կարմայական ծրագիրը կարող է լինել, որ անցյալ կյանքերում 11-ով ծնվածները հաճախ եղել են հոգևոր առաջնորդներ, բուժիչներ կամ մարգարեներ, Ինչն է ձեր կարմայական խնդիրը այսօր, որ լսելուց հետո կարծում եմ կհասկանաք, Ինչ պետք է դուք անեք ձեր կարմայական ծրագիրը հիմա ավարտին հասցնելու, եթե դուք ծնվել եք 11 թվանշանի ներքո, դուք պետք է պահպանեք ներքին հավասարակշռություն, առանց զոհ դառնալու բարձր վիբրացիաների, այլ ոչ թե ձեզ զոհ ներկայացնելու և որտեղ այդ ծուղակում կարող է հայտնվել այլ անձ։ Հասկացաք, սա կարևոր է, որովհետև չմոռանաք 2 թվանշանը դա նաև կարող է լինել մանիպուլյատոր։ Ձեր հաջողության կոդն է հավատալ ձեր սեփական առաքելությանը և վստահել հոգևոր ուղուն։ Հաջորդը դա դուք պետք է զգուշանաք էներգետիկ բեռնվածությունից և այստեղ պետք է ձեր ինտուիցիան վերածեք գործնական քայլերի։ Ովքեր ծնվել են 20 թվանշանի ներքո, այստեղ 2-ն է և 0-ն, բնական է 2-ն է ձեր թվանշանը, լուսնի ազդեցության ներքո եք դուք ծնվել, իմ թվագիտությունը ժամանակակից հոգեբանության վեդայական, ասեմ, որ շատ մարդիկ հասկանան, վեդայականն է սա, աստրոլոգիան և թվագիտությունը, որպեսզի շատ մարդիկ ավելորդ հարցեր չտան։ Ընդհանրապես 20-ը խորհրդանշում է վերածնունդ, դա իմ տարոքարտերով Ստրաշնի սուր, դատաստանի քարտն է, դուք պետք է ճիշտ աշխատացնեք ձեր թվերը, եթե մի սխալ բան եք անում, պետք է հետո մտածեք, որովհետև այստեղ նոր գիտակցության հետ է կապված մակարդակի հասնելու հնարավորությամբ։ Իշտ է հետաքրքիր, որ 20 թվի ծնված մարդիկ կարող են նաև ամուսնանալ 2 անգամ, 11 թվի ծնված մարդիկ կարող են ամուսնանալ 2 անգամ։ Ենթագիտակցական ձեր ծրագրավորումը զգայունությունն է, փոխհարաբերություններում զգուշավորություն և պատասխանատվություն պետք է լինի նոր հնարավորությունների նկատմամբ։ Այստեղ կանխազգացում և տիեզերական նշանների ընկալումը պետք է հասկանանք։ Ձեր կարմայական ծրագիրն այն է, որ անցյալ կյանքում
այո 20 թիվը կապ ունի անցյալի հետ, որովհետև դա դատաստանի քարտն էին տարող քարտերով եղել եւ կա այդպես դուք կարող եք անցնել հոգեվոր ինչ որ վերածննդի փորձությունների միջոցով, սա կարմայական քարտ է եղել։ Հիմնական դասը ձեր պետք է լինի, որպեսզի հավասարակշռություն դուք պահպանեք զգացմունքային եւ գործնական ոլորտների միջև։ Այսինքն, եթե դրանք չկա, մի զարմացեք, որ այդպես էլ չհասկանալով, կյանքի դասեր չլինելով, դուք կարող եք նույն սխալները կրկնել։ Իսկ ձեր հաջողության կոդը այն է, որ դուք պետք է հավատաք ձեր ներքին ձայնին առանց վարանելու, դիմակայեք կյանքի բոլոր մարտահրավերներին, վստահելով ձեր սեփական ուժերին, այլ ոչ թե այլ մարդկանց վրա հույս դնելով, չպետք է խուսափեք նոր կյանքի ձեր հնարավորություններից, նույնիսկ եթե դրանք ինչքան էլ վախեցնեն ձեզ։ Ընդհանուր կառուցվածքը, 2-ի 11-ի 20-ի միասին դրանք կազմում են 33 թվանշանը, 2-ին գումարում ենք 11, գումարում 20, ստանում ենք 33, որը նույնպես վարպետի թիվ է կապված Հիսուսի գիտակցության եւ բարձր տիեզերական առաքելության։ Եվ եթե ձեր թվանշանի մեջ կա, ասացի, երկու մեկերը, դուք չպետք է բամբասեք ուրիշներից, դուք չպետք է մանիպուլյացիա անել եւ այլն։ Եվ եթե ձեր կյանքում ինչ-որ դասեր են լինում, ուրեմն կան մարդիկ, ովքեր ձեզ պետք է դաս տան։ Մի քիչ ցավոտ եմ ասում, սա կոնկրետ 11 թվանշանի ծնված մանիպուլյատոր մարդկանց է վերաբերում։ Ում թվանշանը 2-ն է, ոչ մաքուր 2-ին, ոչ մաքուր 20-ին եւ ոչ 29-ին, որովհետեւ 9-ը դա օգնում է, ծառայում է, ոչ թե քանդում է։ Ստեղ պետք է լինի ձեր համակցության կոդը այնը, որ հավատը պետք է լինի մաքուր ձեր, պլյուս պետք է լինի բավականին ներդաշնակցություն եւ պետք է լինի հոգեվոր առաքելություն։ Իսկ եթե 11-երի մոտ դա պղտոր է, ցավոք սրտի, այդպես էլ կգնա իրանց կյանքը եւ այդպես էլ դաշ չեն քաղել մարդիկ իրանց կյանքից։ Իսկ եթե կան 11-նյակներ ճիշտ են օգտագործում իրանց թվանշանները հոգևոր աճ զարգացնելով, չբամբասելով, մարդկանց մանիպուլյացիա չանելով, ուրեմն ես ձեզ շնորհավորում եմ, դուք ճիշտ եք աշխատացնում ձեր կարմիկական, ուժեն թվանշանները, բարձրացնելով ձեր վիբրացիաները։ Ձեր հաջողության համակցված կոդը դա վստահությունն է սեփական տեսիլքների նաև, նկատմամբ ինտուիցիայի ուժեղացում լուսնի ծեսերի միջոցով, հարմարվողականությունը առանց ինքնավստահությունը ձեր կորցնելու, հոգևոր առաջնորդություն, այսինքն պետք է լինի հավասարակշռված գործողությունների միջոցով, այլ ոչ թե աղվեսավարի, ինչպես 11-ներ անում, բոլորը տեսել եք, արդեն հասկացել եք, մարդը ինչպես արդեն կարողանա աշխատել, դա խոսում է այն մասին, որ այդ մարդը հաջորդ կյանքում չեմ կարծում, որ այստեղ այս աշխարհում հայտնվի։ Հաջորդը դա ովքեր ծնվել են 29 թվանշանի ներքո շատ հետաքրքիր եւ բարդ էներգիա է ինքը կրում, ով ծնվել է 29 թվանշանի ներքո, այստեղ 2-ը դա լուսինն է, 9-ը դա Մարսն է, իսկ այստեղ կազմում է 2 էներգիա, 11, այսինքն դա վարպետի թիվն է, ին եւ յան, արևն է այստեղ, որտեղ մենք 2-ը դա լուսինն է, գումարում ենք Մարսի հետ, 9-ը ստանում ենք 11, սա վարպետ է նշանակում, սա նշանակում է, որ 29-ը ոչ միայն կրում է 2-ի զգայունությունը եւ 9-ի հոգևոր ավարտը, այլ նա վերածվում է 11-ի, այսինքն հոգևոր առաջնորդության եւ ներշնչանքի բարձր էներգիայի։ Եկեք այս թվի կառուցվածքը մի քիչ խորը, խոսենք այս մասին։ Ընդհանրապես 29-ի խորքային վերլուծությունն այնն է, որ 29-ը կարելի է դիտարկել 3 շերտերով, առաջինը զգացմունքների հետ կապված, մարդկանց հետ հարաբերությունների, ներդաշնակության եւ այլն, 9-ը դա իմաստություն, ավարտ, կարմաների լուծումն է,
եթե կիսատ չեք թողել, և 11-ը ձեր հոգևոր առաջնորդություն, ներշնչանք, վեհ գիտակցություն։ Այստեղ երկուսի ազդեցությունը հենց ինքը լուսնի էներգիան է, այսինքն զգայունություն և ներդաշնակության մասին է խոսում։ Այսինքն ինչ է բերում երկուսը ձեզ։ Երկուսը ձեզ բերում է զգացմունքային կայունություն և հարաբերությունների կարիք։ Զգայունություն, խոսքի օրինակ, ինտուիցիա, հարմարվողականություն, ներդաշնակություն, կախվածություն արտաքին ազդակներից, 29-ի մեջ հենց երկու թվանշանը ձեր առաջի ստեղծում է մարդու մեջ ներքին երկվություն, անձը երբեմն կարող է իրան զգալ ուժեղ կախվածություն ուրիշ անձանցից, իսկ երբեմն անորոշություններ կարող է լինել սեփական ուղում նկատմամբ։ Այստեղ ուժեղ վիբրացիա կա, ինչու՞ չեք օգտագործում այդ վիբրացիաները։ Իսկ 9-ի ազդեցությունը դա Մարսի և Նեպտունի էներգիա, իմաստության և ավարտի մասին է խոսում։ Այսինքն 9-ը դա ինչ է խորհրդանշում հոգևոր ավարտ, կարմաների լուծում և վերածնունդ։ Իսկ եթե դուք սխալ եք օգտագործել ձեր թվանշանների վիբրացիան, ուրեմն դուք պետք է ավարտեք ձեր ինչ կարմա աշխատել եք դա, սկսեք այդ հարցերը լուծել։ Անցած կյանքի փորձությունների լուծումը դուք պետք է տաք, իմաստության, ժողովություն, հանուն բարձր նպատակի, սա ձեր թվանշանն է խոսում 9 այս մասում, բարություն պետք է լինեք բարի, և նվիրվածության կարիք ունենաք։ 29-ի մեջ հենց 9 թվանշանը բերում է խորը իմաստություն մարդուն, բայց նաև ծանր հոգևոր փորձություններ ձեր կյանքում կարող են լինել, կարող եք դուք անցնել բավականին դժվար փորձությունների միջոցով, և այստեղ միգուցե դա դաս լինի հետագայում, որպեսզի իմաստություն ձեռք բերեք։ Իսկ 11-ի ազդեցությունը դա Ուրանի և լուսնի էներգիան է, հոգևոր առաջնորդության հետ կապված, այդ մասին ես ասեցի ձեզ, իսկ 29 թիվը վերածվելով 11-ից կարող է ակտիվացնել հոգևոր ուժը ձեզ մոտ, ձեզ դարձնելով ներշնչանքի աղբյուր և հոգևոր առաջնորդ, որովհետև այս թվի մարդիկ կոչված են ուրիշներին առաջնորդելու և իրենց իմաստությունը նրանց հետ կիսվելու, հասկանում եք։ Այստեղ ձեր ենթագիտակցական ծրագրավորումը 29 թվանշանի վրա ովքեր ծնվել են, հակասական ծրագրավորում կարող է լինի, որը կարող է համատեղվել զգացմունքների 2 թվանշանն է, իմաստության, որը 9 թվանշանն է, և ձեր հոգևոր առաքելության, դա 11-ն է։ Ձեր ենթագիտակցական ուրեմն խորը ծրագրերը դա որ ճիշտն ու սխալը հստակ դուք ընկալեք, խորը կարեկցանք ունենաք ուրիշների նկատմամբ, հոգևոր գիտակցություն, տիեզերքի հետ կապի միջոցով։ Իսկ մտավոր հակասությունները ձեզ մոտ կարող են լինել զգացմունքների խառնաշփոթությունը, այսինքն դա լուսնի հետ կապ ունի 2 թվանշանը և 9, այդ հակասությունը։ Որ տագնապ չգիտես որտեղից կարող է լինի ձեր սեփական առաքելության ու կյանքի նպատակի շուրջ, և չի բացառվում այստեղ հաճախ ինչ-որ կախվածություն կարող է լինի ուրիշների կարծիքից, իսկ դա սխալ է։ Ձեր կարմիկական ծրագիրը, սիրելի 29-յակներ, այն է, որ այս թիվը հաճախ կրում է ուժեղ կարմա, որը կապված է նախկին կյանքերի լուծված կամ չլուծված դասերի հետ, որը որ դուք եկել եք որ ավարտեք։ Անցյալ կյանքում դուք կարող էիք լինել առաջնորդներ, բուժիչներ, կամ ինչ-որ հոգևոր ուսուցիչներ։ Ձեր հիմնական դասը դա կախվածությունը վերացնել ուրիշների կարծիքից և վստահել ձեր սեփական ուժերին։ Ընդհանրապես 29 թվանշանը պահանջում է սեփական ճշմարտության հանդեպ հավատ, կայունություն, զգացմունքային սթրեսի թեկուզ պայմաններում։ Ձեր հաջողության կոդը 29 թվանշանի վրա ովքեր որ ծնվել են հիմնված է ձեր ինտուիցիայի, իմաստության և հոգևոր առաջնորդության զարգացման և վիբրացիաների
վրա։ Այսինքն ինտուիցիայի զարգացումը պետք է լինի ձեզ մոտ, լուսնի ծեսեր կարող եք անել, հա, ինտուիտիվ ինչ որ գործիքների օգտագործում, խոսքի տարրով, Լենորման եւ այլն։ Իսկ զգացմունքային հավասարակշռությունը դա պետք է խուսափեք մանիպուլյացիաներից, ինչպես հենց ամենասկզբից ասի եւ շեղումներից։ Ոգևոր առաքելության ձեր ճանաչումը դա կլինի, որ դուք վստահեք տիեզերքին նշանների։ Կարմայի հաղթահարումը ինչպես կարող է լինել, դուք պետք է ինքնավստահություն եւ կայունություն ունենաք դժվար պահերին ձեր կյանքի փորձության։ Հա, հատուկ խորհուրդ ես ձեզ կարող եմ տալ, ովքեր ծնվել են 29 թվանշանի ներքո, այս թիվը բավականին ուժեղ մագնիս է, ուստի այսպիսի մարդիկ հեշտությամբ կարող են ձգել այս թվով մարդկանց մոտ, հա, սակայն դա կարող է նաև բերել գերհոգնածություն ձեզ եւ էներգետիկ թուլություն, չմոռանանք 9 թիվն է այստեղ մեծ դեր խաղում, որը կարող շատ բաների վրա ձեր մտքերը կենտրոնացնեք։ Հետևաբար այստեղ պաշտպանական ծեսերով ապչելունի անեք, որը ձեզ կօգներ, հա, ձեր սեփական էներգիան պահպանելու համար։ 29-ի համակցված կոդը դա մեկը դա ինտուիցիա պլյուս երկու թվանշանը դա հոգևոր իմաստություն, երեքը զգացմունքային կայունություն, հա, այստեղ հաջողության գագաթնակետին ձեր հասնելու համար 29 թվանշանի վրա ովքեր որ ծնվել են, պետք է սովորեք հստակ լսել ձեր ներքին ձայնին, հավասարակշռեք ձեր զգացմունքները եւ ընդունեք ձեր հոգևոր առաքելությունները առանց վախերի։ 29 թվանշանի թաքնված գաղտնիքը որն է, 29-ը ինքը կրվում է ծայրահեղ հակասություն, այն մարդուն կարող է դարձնել եւ զգացմունքային եւ խորը իմաստուն։ Խոսքի օրինակ, եթե 29-ը հետևի իր առաքելությանը եւ համադրի զգացմունքային ներդաշնակությունը հոգեվոր իմաստության 9 թվանշանն է ձեր հետ, այստեղ դուք կարող եք դառնալ բացառիկ հաջողության եւ առաջնորդության, հա, դա ձեր մոտ եւ դուք կարող եք ձեր կյանքում շատ բաներ հասցնել։ Իսկ ես հիմա մի փոքր անակնկալ եմ պատրաստել իմ հետևորդներին, ում ուզեմ ճակատագրի միսիայի թիվը 5-ն է, որովհետև հենց իմ թիվն էլ է 5-ը, ես ուզում եմ մի փոքր հրեշտակից ձեզ հետ խոսել, որովհետև 5-նյակներ կան ու միսիան 5-ն է, ինքը սխալ է օգտագործում այս վիբրացիան եւ նրա պահապան հրեշտակները կարող է թողնեն գնան։ Մի մոռացեք, որ 5 թվանշանը ունի ոչ թե 1 հրեշտակ, այլ 4 հրեշտակներ, ովքեր նրանց օգնում են։ Որպեսզի շատ մարդիկ հասկանան, դա նաև կապ ունի 4 տարերի հետ, որոնք նրան հինգերին պաշտպանում են։ Ինչու, որովհետև 5 թվանշանի պահապան հրեշտակները բավականին շատ միստիկական համակարգերի հետ կապ ունեն հրեշտակաբանության, հա, անգելոգիայի լսած կլինեք մեջ եւ կաբալայի հետ։ Ես հիմա ուզում եմ խոսել ձեզ հետ 5 թվանշանների միսիան ովքեր ունեն ձեր խոսքի օրինակ ընդհանուր թիվը հաշվում եք 32-ը, իմը այդպես է, 3-ին գումարում ենք 2, իմ միսիայի թիվը դա է, հա, 5-ը։ Կաբալայով, հրեշտակաբանությունով ստեղ այդ համակարգերում համարվել է, որ յուրաքանչյուր անձ ունի հրեշտակային խումբ, հա, որոնք կարող են գործել որպես պահապաններ, պաշտպաններ, ուղղորդողներ իրենց կյանքում, որը ներկայացնում է հենց Հիսուսի խաչի 5 վերքը եւ աստվածային պաշտպանությունը, ինչ կասեիք, այն որ մտնում են ասում են դու սատանայից ես, հիմա սատանայից դուք եք, թե միսիան 5-ն է, այս սատանան է, անցնենք առաջ։ 5 հիմնական պահապան հրեշտակները, ես 5-ն եմ ավելացնում, որովհետև իրականում այդպես է կաբալայով։ Առաջինը դա Միքայելն է, պահապան հրեշտակը, ովքեր ծնվել են
ում ճակատագրի միսիայի թիվը 5-ն է, այսինքն Միքայել հրեշտակը ինչի հետ կապ ունի, հզորության, պաշտպանության հրեշտակն է, դա կրակի հետ կապ ունի եւ արևի ուժի հետ։ Երկրորդը դա Գաբրիելն է, Գաբիել, որ ասում են, դա հաղորդակցության, լույսի եւ ճշմարտության հրեշտակն է, ջրի եւ լուսնի հետ կապ ունի, այդ ուժն է։ Երրորդը դա Ռաֆայելն է, բուժման, ներդաշնակության եւ վերականգնման հրեշտակն է, օդի եւ հոգեվոր բուժման ուժ է տալիս 5-երին։ Ուրիելն է, հաջորդ հրեշտակը պահապան, որը կապ ունի իմաստության հետ, գիտելիքի հրեշտակն է, այսինքն հողի եւ նյութական կայունության ուժ է տալիս 5-երին եւ Հանայելն է, որը սիրո, ներդաշնակության եւ աստվածային ներման հրեշտակն է, դա կապ ունի լուսնի էներգիայի հետ կապի։ Այս 5 պահապան հրեշտակների համակցությունը նշանակում է, որ ձեր կյանքում գործ ունեք դուք բավականին հոգևոր պաշտպանական վահանի հետ, որը միավորում է 4 հիմնական տարրերի, այսինքն կրակ, ջուր, հող եւ օդ, եւ սիրո բարձրագույն ուժը վերջին 5-րդ։ Երկու թվային կոդ էստեղ 5-ի հրեշտակային արձագանքները, այսինքն թիվ 5-ը միսիայի խորհրդանշում է ազատություն եւ փոփոխություն, հարմարվողականություն, նոր հնարավորություններ, պաշտպանություն կյանքի փոփոխությունների ժամանակ։ Եթե 5 պահապան հրեշտակներ դուք ունեք, նշանակում է ձեր հոգևոր թիմը պաշտպանում է քեզ կյանքի փոփոխությունների ժամանակ, օգնելով ձեզ հեշտությամբ անցնել նոր ցիկլերի միջոցով։ Չմոռանանք, որ 5 թվանշանը վեդայական աստղաբանությամբ, թվագիտությամբ դա Մերկուրին է։ Անձնական միսիան 5 պահապան հրեշտակների հաջողության կոդը դա, եթե քո միսիան կապված է 5 պահապան հրեշտակի հետ, ապա դա նշանակում է քեզ տրված է հզոր պաշտպանություն կյանքի բոլոր ոլորտներում, այսինքն հոգևոր, զգացմունքային, մտավոր, ֆիզիկական եւ սիրո դաշտում։ Հրեշտակները ուղղորդում են քեզ դեպի ճշմարիտ առաքելություն եւ որոշ մի քիչ ուրիշ ձև է ասում, որ հասկանան մկլավիկներ, մոծակներ շատ փոքր են այս հրեշտակների ու ինչ որ բան փոխը։ Ինչի համար, որովհետև դուք գնում եք ճշմարիտ առաքելություն։ Կյանքի ձեր հիմնական մարտահրավերը կարող է լինել հավատալ ինքներդ ձեզ, վստահեք տիեզերքին եւ երբեք չվախենալ ձեր կյանքի ռադիկալ թեկուզ փոփոխություններից։ Հաջողության ձեր կոդը ձեր պահապան հրեշտակների միջոցով այդ 5 միասնական ուժով, խոսքի օրինակ Միքայելը դա կրակի ուժն է, դու պետք է հավատաս քո ներքին ուժին, Գաբրիելը դա ջրի ուժն է, պետք է լսես քո ինտուիցիան, Ռաֆայելը դա օդի ուժն է, քո հոգևոր եւ ֆիզիկական բուժումն է, եւ Ուրիելը, որը հողի ուժն է, որը բերում է քեզ կայունություն եւ նյութական հաջողություն, եւ Հանայելը լուսնի ուժ, սեր եւ ներդաշնակություն։ Կներեք, դե բնական է, ես ամեն մարդու չեմ տա, որովհետեւ ինձ հետ սա բավականին մեծ կապ ունի, ես շատ լավ գիտեմ, թե ես ինչպես եմ օգտագործում այս ուժերը։ Բոլորդ տեսած կլինեք, որ օդի միջոցով, քանի որ ես կրակի տար եմ, դա պետքա նաև լիներ ասցենտով խոյ։ Ես հիմա դա ձեզ կբերեմ եւ ցույց կտամ, որպեսզի դուք տեսնեք, թե ինչպես են իմ պահապան հրեշտակները հենց սպիտակ աղավն ու փետուրները ինձ ուղարկել։ Եվ յուրաքանչյուրը, ով կփորձի, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, ինչ որ քայլեր անել, թող 10 կտրի, մեկը մտածի, հետո նոր քայլեր անի, որովհետև իզուր չեն այս 5 պահապան հրեշտակները իմ նման, որի միսիան 5-ն է, կանգնած։
Այն մի լավ հոգևոր զարգացած մարդու, ով իր արևը ցույց է տալիս, իզուր չի որ աչքի են կընկնում եւ այլն։ Դա ունենալու է ձեզ համար ճակատագրական հետագայում հետևանք։ Այ դուք սրա մասին մտածեք։ Իսկ ովքեր հինգեր են, ես ձեզ շնորհավորում եմ, եթե դուք ճիշտ օգտագործում եք ձեր հրեշտակների հետ կապը, նշանները եւ ձեզ գալիս են այնպիսի նշաններ, որոնք ինձ մոտ են գալիս նաև այդ նշանները, ես ստանում շնորհակալությունս հայտնում եմ, դա պարտադիր է, որպեսզի դուք նաև ձեր շնորհակալությունը հայտնեք ձեր պահապան հրեշտակներից, այլ ոչ թե այնքան որ վերցրեցիք եւ վերջ, այդպես չի լինում, հիմա կբերեմ ցույց կտամ։ Այսպես, հայր երկրորդի եւ սուրբ ոգի։ Մեկը շատ է, ես նաև ստանում եմ սովորական փոքր ծիտիկներից, սա արդեն աղունիկի չի։ Այսպես, եթե ձեր միսիանը ձեզ մոտ պետք է գան, այսպես իմ նման սիրելի հնգյակներ, ում միսիան, նորից եմ կրկնում, հաշվում է 23 է, երկուսին գումարում եք 3-5 կամ ընդհանուր ձեր թվերը։ Ուրեմն դուք պետք է լուսավոր մարդ լինեք եւ պետք է հասկանաք, որ դուք գործ ունեք բավականին լուսավոր ձեր պահապան հրեշտակներին, ինչը ես շեշտեցի, եւ երբ պատճառը հիմա դուք կարող եք հասկանալ, թե ինչու թողտուգիր չեմ անում։ Պատճառներից մեկը հենց դա է, որովհետեւ ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են իմ պահապան հրեշտակները, տեսնում եք։ Իսկ այսպեսի ինֆորմացիա նշան ստացողները իրավունք չունեն այդպիսի աշխատանքներ անելու։ Մանավանդ եթե կառմ են աշխատում իրենց համար, պատվիրում են, որ թողտուգիր անեն։ Կարծում եմ շատ մարդիկ ինձ հասկացան։ Այսքանով ես կավարտեմ իմ աշխատանքը, կարծում եմ բավականին ձեզ շատ ինֆորմացիա տվեցի, սիրելի հետևորդներ, իսկ վաղը կանցնենք բավական շատ հետաքրքիր այլ թվանշանների, ովքեր ծնվել են 8 թվանշանների, վաղ 8 թվանշաններին կանցնենք, ովքեր ծնվել են մաքուր 8, 26, երկուսին գումարում ենք 6, անում է 8, 17, մեկին գումարում ենք 7, անում է 8։ Ձեր մեկ համբերությամբ վաղը այդ աշխատանքը կտանենք։ Իսկ այն մանտրաները, որը որ ես դրել եմ այստեղ իմ YouTube-յան առաջին ալիքում, դրանք կարող են կատարել միայն իմ աշակերտները, դրանք ոմը կոնկրետ, հա, միայն ոմը կարող են կատարել ինչու իմ աշակերտները, որովհետև նախկին աշակերտներն էլ կարող են կատարել, որովհետև դա լավ բացում է բացի ձեր 6-րդ աջնան, այսինքն չակրան, ունեմ ես ներկա պահին մեր արդվան բացումը բավականին շատ ուժեղ, դրա համար ես դրեցի, ես եմ ինքս անում, ավելի իմ մեջ դա զարգացնում, իսկ մնացած մանտրաները դուք կարող եք կատարել։ Ում խորհուրդ չեմ տալիս այդ մեդիտացիայից օգտվել, ովքեր կփորձեն գողանալ իմ այդ մեդիտացիան, դա հարվածելու է ձեզ, դա հարվածելու է ձեր աչքերին։ Ես աննախորոք եմ ասում, որովհետև դրա վրա ես նախ առանձին աշխատանք եմ տարել, հատուկ բառեր օգտագործելով, որ ոչ մեկ իրավունք չունի այս աշխատանքը գողանա, եթե գողացավ, աչքերը քորացավ, հա, այսպես եմ ես աշխատում, այնպես որ գողերին խորհուրդ եմ տալիս լավ մտածել, որ հետո չբողոքել, այս ինչա իմ աչքերի հետ կատարվում, հա, տեսնեին գողերի հետ պետք է այդպես խոսալ, որովհետև գողերը չեն սիրում վճարել, գողերը սիրում են գողանալ անարժանները։ Այսքան սիրելիներս, բոլորը ցանկանում եմ լավ տրամադրություն եւ լավ օր, մի փոքր լավ ճանաչեք ձեզ, լավ եղեք եւ հաջողակ ցտեսություն։